Հարցը ստում եք ուղի առողջական իմաստով։ Դուք գրքի հետ կապված առողջական խնդիրներ ունեք, թե եթե առողջական գաղտնիքի հետ հարց կա, կարող եք չպատասխանել։ Որևէ առողջական գաղտնիք չկա, որովհետև գրքի հետ կապված խնդիր չունեմ։ Ձեր հիշողության փոխուստը ինչով է բացատրվում։ Գեր հագեցած օրերով եւ բազմաթիվ ավելի կարևոր բաներ իմ գրքում տեղավորվել։ Քիչ առաջ հայտարարություն կապացի, ես կվազեցի, իքևս որի նշել եք, որ միայն ճշմարտություն եք ասել եւ չեք ասել ոչինչ բացի ճշմարտությունից։ Հիշում եք, չէ՞, խոսքը։ Իհարկե, առաջ Կարող ենք մեր հարցապատասխանի ժամանակ ասել միայն ճշմարտությունը, ոչ ձեր ենթադրությունը, ոչ սիրը, ոչ սուտ, ոչ ենթադրություն, ոչ կանխատեսում, նման բաներ կարող եք չասել։ Միայն ճշմարտությունը։ Սիրով։ Շատ է։ Դուք ի սկզբանե ժխտեցիք, որ ընդհանրապես ցուցմունք եք տվել եւ նույնիսկ զարմանք հայտնեցիք, որ ձեզ վկա է հրավիրել։ Հիմա ի վերջո դուք համոզվեցիք, դուք ցուցմունք տվել եք, թե ոչ։ Թե դեռևս ձեզ մոտ դա կասկածի մակարդակում է։ Քանի որ դեպքը ամբողջությամբ հարակից եւ դեպքից բխող գործողություններով չեմ հիշում կամ հիշում եմ մշուշով, կարծում սա պատասխանն էր։ Իսկ եթե ասեք հիշում եմ մշուշով տվողներ։ Քանի որ դեպքի հետ կապված ես արդեն ասեցի այն ինչ որ ասեցի, կարծում եմ այդտեղ դուք ձեր պատասխանները պետք է որ գտածնեք։ Ձեր հարցումը եղել եմ հնչական կոնկրետ, թե հարցաքննվել եմ, թե Ես ասեցի, ձեզ մոտ կասկ դուք ժխտեցիք սկզբում, հետո ասեցիք չեմ հիշում, հետո ասեցիք մեկ անգամ եղել եմ գործընկերոջս հարցին, հետո ասեցիք չեմ հիշում կան անգամ եղել։ Ինքնահակասական պատասխաններ եք չեսել, ես հիմա հարցնում եմ, դուք ի վերջո վերջապես ձեզ համար համոզվեցիք, որ դուք եղել եք ուսուցում եք ճակատամարում, թե ձեզ մոտ դեռ կասկածի մակարդակում, սա է։ Առնվազն, եթե գործի բնույթը եւ պատվարժան դատարանը թույլ կտա, անկեղծ ասած ես ցանկություն եմ հայտնում հիմա, սա նաեւ պատասխան կարող եք գալ, ցանկություն եմ հայտնում հիմա իմ կողմից տրված ցուցումքի հետ հերթական անգամ ծանոթանալու, քանի որ դեպքը ամբողջությամբ չեմ հիշում։ Շատ է, այսինքն նաեւ կասկած կա ձեզ մոտ, ուսմունք տվել եք թե ոչ։ Տեսեք, ես պատասխանեցի, դուք դրանից բխեցրեցիք եւ վերեցիք ու կասկածի մակարդակի հասցրեցիք։ Ես չասեցի կասկած կա, ես ասում ես ուզում եմ ծանոթանալ ցուցումքի հետ։ Դուք Գևորգ եւ Համբարձում Ներսիսյանների Ուչև այդ միջադեպը, կամ միջադեպից հետո միջև ասում, ճանաչել եք թե երբեք չեք ճանաչել։ Ըստ ձեզ, նրանք կարող են ձեր վրա ազդել, օրինակ ստիպել, որպեսզի դուք օրինակ այդ ցուցմունքը կամ այդ վարկագիծ դրսևորեք, կամ դուք կանեք իբրև քաղաքացի։ Կարող են նրանք այդպիսի ազդեցություն ունենալ ձեր վրա։ Եթե ինձ է հարցնում, Ձեզ եմ հարցնում։ հա, իհարկե ինձ է հարցնում։ Ես պատասխանում եմ, որ մարդիկ նախ պետք է հասկանան, հայոյանք եղել է թե չէ։ Եթե եղել է հայոյանք, իսկ ինչ եք կարծում, հայոյանքից հետո չի կարծում, այլ հարկադրանք ճնշում եւ այլն, եթե շարունակի։ Ես չգիտեմ։ Եթե չի եղել հայոյանք, ամենայն անկեղծությամբ ես այս մարդկանց չեմ ճանաչում, իրանց հետ ոչ մի խնդիր չունեմ։ Եթե չի եղել։ Եթե եղել է, դա բնույթ է փոխում։ Ես հարցնում եմ, կարող են անցուկ ձեզ վրա ազդել, որպեսզի դուք օրինակ ձեր ցուցմունքները փոխեք։ Բախացնեն ձեզ, չգիտեմ, համոզեն, կաշառեն, շահագրգռեն, որ ցուցմունք փոխեք։ Կարող են այդպիսի ազդեցություն ունենալ ձեզ վրա, թե ոչ։ Ես չեմ կարծում, որ կարող են ունենալ։ Եթե օրենքի դաշտում եւ օրենքի այսպես ուղեծրում միանշանակ չէ։ Ես իմ ցուցմունքը ոնց տվել եմ, այդպես էլ կմնա։ Այսպես պահանջի չկա։ Ու եմ գտնում, եթե եղել է հայոյանք, սա իրավիճակա փոխում, նաև կարող լինի հարկադրանք, եթե չի եղել հայոյանք, ապա ինչի մասին ես ողջ խոսակցությունը։ Հարկադրանք ասելով ինչ նկատում եք։ Դե ով ում հարկադրում։ ով հայոյին։
Եթե Հայոյը ձեզ հարկադրի Եթե հայերումը նշանակում է նաև ինչ-որ խնդիր ունի, չէ՞ հայերումը։ Ուղղակի չեն հայերում ինքնանապատակ մարդու։ Նշված միջադեպից բացի ոսկեղակ գյուղում ինչ միջադեպներ են եղել։ Այդ նախընտրական ժամանակահատվածում։ Իմ քարոզարշավի ընթացքում։ Ձեզ հետ կապված։ Իմ քարոզարշավի ընթացքում, քանի որ համայնքը խոշորացվել էր, ես նախատեսել եմ բոլոր շրջաններ ու այդպես էլ եղել է, հնարավորինս քիչ այցելել կամ մեկ անգամ այցելելու մեջ տեղավորել, ոսկեղակում եղել եմ մեկ անգամ եղել այստեղ։ Այլ միջադեպեր, որպես այդպեսին չեն արձանագրվել։ Այս միջադեպի հետ կապված ձեզ առաջինը ով հայտնեց եւ երբ։ Գառնիկ Ղազարյանը ինձ դատական նիստի բացման առաջին հարցին պատասխան ես ասացի Գառնիկ Ղազարյանը ժամը գուցե ես սխալվել մի 20 րոպե, պլյուս 20 րոպե մինուսի մեջ հաշվի առնելով, բայց օրվա երկրորդ կեսին վստահաբար տեղեկացրեց, որ իրավիճակն այսպիսին է խոսքի հետ համեմատաբար։ Ձեր ձեռքին զանգեց եւ պատմեց դրա դեպքի մասին։ Այս պահին, եթե անկեղծ պատմելը միանշանակ պատմեց, իսկ թե իմ ձեռքին զանգեց, իմ շուրջ եղած ընկերներից որևէ մեկի ձեռքին զանգեց ու նրա միջոցով փոխանցեց, սա ես անկեղծ չեմ կարող հիշել, բայց որ փոխանցվել է ինձ իր կողմից, դա ընդունեք գիտություն։ Ձեր ուսուցմունքով նշել եք, որ ինձ է զանգարել Գառնիկ Ղազարյանը։ Դե բա Գառնիկ Ղազարյանի հետ եմ խոսել։ Ասեք ինձ է զանգարել, իմ ասում չեմ հիշում։ Գառնիկ Ղազարյանի հետ եմ խոսել, իմ համար առարկայական ու կարևորը Գառնիկ Ղազարյանի հետ խոսելն է, թե Գառնիկ Ղազարյանը հեռախոսով զանգեց, ինձ զանգեց, թե այլ հեռախոսերի պահին հետ քարոզարշավային շրջանում ինձ բերին տվին ասին Գառնիկ Ղազարյանը քեզ բան ա ուզում փոխանցել, դա չեմ հիշում, այստեղ կարևոր կարծում եմ այն ամը Գառնիկ Ղազարյանը փոխանցել։ Գառնիկ Ղազարյանը ինչ հարաբերություններ եք ունեցել, ինչ հարաբերություններ այժմ։ Գառնիկ Ղազարյանի հետ որպես այդպիսին բարեկամական կապ, չգիտեմ ինչ այդպիսի կապ չի եղել, անգամ իբրև հին եւ պատկառելի տարիք ունեցող էջմիածնեցի, այսպես ասած, ես նրա հետ կապը չեմ ունեցել, գաղափարական է մեր կապը, ընդհանրապես հանրային քաղաքական դիրույթում ընդհանուր գաղափարներ ենք կիսում եւ ինչ-որ этаպում նաեւ ընդհանուր ճանապարհ ենք անցել։ Հիմա Գառնիկ Ղազարյանը ապրում է իր կյանքով, Կարություն Մկրտչյանը ապրում է իր կյանքով։ Ընդհանուր հանրապետություն ուսակցում են իր կյանքով։ Այդպիսին է քաղաքականությունը։ Դուք նշեցիք հեռախոս եք նվիրել Գառնիկ Ղազարյանին։ Ինչ մատնիշ հեռախոս է։ Samsung Եվ ինչու է։ Samsung կոնկրետ մոդելը չեմ հիշի, որը Գառնիկ Ղազարյանի հեռախոսը փչացել է, որ ես ունեի ավելնոտ հեռախոս, նոր հեռախոս էր, ոչ օգտագործված հեռախոս էր, մեր տան հեռախոսն էր, փոխարինվել է, բան որ ինձ ընդհանրապես հեռախոս չունի, ես որոշել եմ այդ վարդագույն հեռախոսը այլ փաթեթավորման, որպեսզի վարդագույնները բան չունի, նվիրել Գառնիկ Ղազարյանին իմ սիրով ընդունել այդ նվերը։ Այդ շտաբի, ինչ շտաբ եք բացել, ասում են ոսկեղակ գյուղում։ Նախընտրական շտաբ։ Դա ինչ է, կնկարատեք այդ շտաբի ինչ է ասում։ Շտաբը իրենից որպես այդպեսին շատ բան վրան, փոքրիկ վրան, դա վրան կոչերներ ունի փոքր, երևի չափազանցություն կլինի, որովհետև վրանը ամբողջությամբ փակ պետք է լինի, սա բաց վրան էր, որտեղ տեղադրված էր սեղան, վրան դրված էր նախընտրական բուկլետներ, քաղցրավենիք, ինչպես անցածել մյուս շրջաններում մարդիկ երկու հոգի է թցվել այդ վրանին կանգնած շտաբի անդամը բուկլետներ է փոխանցել, շփվել է մարդկանց հետ, գաղափարներ է տարածել, մյուս անդամը հերթափոխով պատտվել են շրջանում եւ փորձել են մարդկանց իրազեկել կոնկրետ ժամանակահատվածում ու նախատեսված այցի վերաբերյալ։ Այդ վրանի պահպանման եւ վրան անձանց վասակցության ծախսերը դուք եք օգնեցել։ Դա նախընտրական բյուջե է ունեցել հանրապետություն կուսակցությունը եւ նախընտրական բյուջեի տրամաբանության մեջ այդ ամեն ինչը ընթացել է։ Հիմնականում ես պետք է անուն արդարության ասեմ, որ մեզ այդ
քայլով մեզ այդ շրջող մեր շտաբի աշխատանքներին ներգրաված մարդիկ դա արել են անհատույց առանց որևէ դրամական աջակցություն ակնկալելու եւ դրամական շարժ իբրև աշխատավարձ, իբրև, չգիտեմ, վերաբերմունք, իբրև նվեր անգամ չի եղել, մեր մոտ եղել է ամեն ինչ գաղափարական հենքի վրա։ Գումարներ չեք վճարել Իրանային եւ Գազիկի։ Ոչ։ Իսկ ուսակցությունը։ Ուսակցությունն էլ վստահաբար ոչ։ Որովհետև հետ են կրկնում, մեր մոտ ծախսել հիմնականում եղել են բուկլետային մաս, նախընտրական հոլովակներ, այսպիսի բաների վրա է ծախսել։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ թիմի մեջ են եղել, վստահաբար չեն